Մոսկվան և Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են պահպանում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկացիների հետ բարձր վարչակազմի մակարդակով շփումները շատ ինտենսիվ են և շարունակական։ Այժմ մի իրավիճակ է, որտեղ կան երկխոսության բազմաթիվ խողովակներ, ասել է Ռյաբկովը։ Փոխնախարարը նաև չի բացառել Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև նոր շփումների հնարավորությունը նշելով, սակայն որ ժամանակացույցի վերաբերյալ համաձայնություն չկա։ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են երկարաձգել հրադադարը և անցնել նոր բանակցությունների, նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգներն այն դեպքում, երբ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել պնդելով, որ դրանք չեն հակասում հրադադարի պայմաններին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համբերությունը Իրանի հանդեպ սպառվում է և չի բացառել նոր ռազմական քայլերը, եթե դիվանագիտական գործընթացը փակուղի մտնի։ Այդ հայտարարությունը հնչել է Չինաստան այցից հետո։ Թրամփ-Սի Ցզինփին հանդիպումից հետո երկու կողմերը հայտարարել են, որ շփումները շարունակվելու են, հատկապես Իրանի, Թայվանի և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այցը միջազգային մամուլը բնութագրում է որպես բարձր ռիսկային գագաթնաժողով։ Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նկատմամբ լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության համար։ 2022 թվականի հուլիսին մի քանի հասարակական կազմակերպություն դատական հայց է ներկայացրել նրա դեմ Խոշագջիի խոշտանգումների և անհետացմանը ենթադրյալ մասնակցության համար։ Մարդկության դեմ հանցագործությունների գործերով դատավորը այժմ կգլխավորի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ ներկայացված բողոքի հետաքննությունը, նշված է Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազության հաղորդագրության մեջ։ Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենա քաղաքի կենտրոնում մեքենան վրա երթի է ենթարկել հետիոտների։ 7 մարդ տուժել է, որոնցից 2-ը ծանր վիճակում են։ Ինչպես գրում են ԶԼՄ-ները, մեծ արագությամբ ընթացող մեքենան վրա երթի է ենթարկել Մայթեզրին գտնվող հետիոտներին և փորձել հեռանալ, սակայն անցորդները կարողացել են կանգնեցնել մեքենան, վնասազերծելով վարորդին, նրան հանձնել են ոստիկանությանը։ Հարձակվողը 30-ամյա տղամարդ է, Հյուսիսային Աֆրիկայի ծագումով Իտալիայի քաղաքացի։ Ժոզե Մորինյոն պատրաստվում է պաշտոնապես ստանձնել Մադրիդի Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնը 13 տարվա ընդմիջումից հետո վերադառնալով Բեռնաբեու։ Եվրոպական առաջատար մարզական լրատվամիջոցների համաձայն կողմերի միջև ձեռք է բերվել վերջնական բանավոր համաձայնություն և պորտուգալացի մասնագետը կստորագրի պայմանագիր մինչև 2028 թվականի ամառը։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։